Ինձ համար ձևը սարսափելի բան է, էություն, մնացածը սուտ բաներ են, շատ հաճախ է կրկնում նա։ Դերասանի միջոցով պիտի արտահայտես քո ասելիքն էլ, զգացմունքներն էլ, մտքերն էլ, եւ միշտ ասել եմ, թատրոնում ես սիրում եմ կինոյի ճշտությամբ դերասանական խաղ։ Հայրենասիրությունը բաժակաչար չի, դա ինքնազոհություն է։ Զոհել շատ բաներ հանուն նրա ինչի համար դու սիրում ես քո հայրենիքը։ Ահա որ չեմ սիրում սուտը։ Եկեք չեմ խաբել միջալս տարօրինակ բան է։ Փոքր հասակից չեմ սիրում խաբելը։ Խաբելը դա թուլության նշան է, վախկոտության նշան է։ Ամեն ինչը դա ինքնազոհություն է, որի ավարտում դու կարողանում ես ասես ես մի հատ հետք թողեցի։ Մեր շատ սիրելի Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը։ Իմ հյուրերն են այսօր Նիկոլայ Ծատուրյան, Արամ Սուքիասյան, Լյուդվիգ Հարությունյան, Կարինե Խոդիկյան։ Պարոն Ծատուրյան, չէին ուզում ռեժիսոր դառնաք։ Ես էլ կարծեցի պիտի ասես չէին ուզում գային ստիպեցի։ Չէ, բոլորը շատ սիրով եկել են, բոլորը մի անգամից։ Ինչ է իրավ։ Չէին թողնում, որ ռեժիսոր դառնաք, ի վերջո, բայց։ Չէին թողնում, որ նա հերս չէր թողնում։ Դե չէր թողնում, դե ամենակարևորը չէր թողնում։ Դե Տերան փողոցի վրա ենք ապրել, կինոստուդիանել են տեղեր։ Ամբողջ օր ես էլ փոքր տարեկից նայում եմ, վազում են, գնում են, գալիս են բան, հետո մեր տանն էլ հավաքվում էին դերասաններ եւ շատ հայտնի ռուս, հայ բան փորձեր էին անում, ես էլ երեխա էի, նայում եմ ինչ են անում, դից վարակվեցի ես բացիլով, հետո ուրեմն երբ որ արդեն ուզում էի թատերական ընդունվեի, հայրս ասեց տղա ջան, ուրիշ գործ եւ ամենակարևորն է, որ ինքը խանգարեց, որ ես ընդունվեմ, ինքը դեկանն էր ինստիտուտի, գնացել էր, խոսել էր մի հատ բանի ռիթմիկայի դասախոսի հետ, ռուսախոսքին էր, որն ինձ կտրի էլի, դե Աճեմյանը չէր կարող ասեր, վերջը եկա, բանաստեղծությունը կարդացի, են էլ ինչ բանաստեղծություն, Նալբանդյանի ազատություն, հետո ինչ որ էություն դարեցի, բան մի խոսքով նորմալ, ես կինը ասեց, можете то, что я сейчас сделаю, произвести. Ակուտունը չկանդ. А так, մի հատ էլ ինչ որ բան արեց, շատ երկար, Вартан Никитич, у него нет чувства ритма. Այնմարդ ես էլ դուս եկա տուն, մաման ասում է ինչ ա եղել, ասի երևի կտրվեցի, ինչի ասի, սենց ապրի տալիս չկարացա բան, գնա, բայց դում եմ մերես ինչ որ բան գիտի, բայց ինչ չի ասում, գնա, Աճեմյանի մոտ գնա, ասա ինչ ա եղել, եկա ասի, Վարդան Նիկիտիչ կտրվեցի, ասեց, նե, դե ասի, չծապ տվեցի, էլի, դու կարող ես այդ ինչ որ ծապ ես տվել, նորից տաս, շվարեց, ասի հետո ես չեմ կարող զգացողությունը չունենալ ռիթմի բանի, որտև ասի ես Չայկովսկու դպրոցում եմ սովորել 7 տարի, ես կինս հենց արեց, ոյ, չեր ասի ես, ասի մի բան նվագի, նստեցի, ասեց գնա, հետո երբ որ դու եկավ հայրս, ասեց ինչ ես արել, ասի գնացի նորից, նոր մերս ինձ ասեց, որ պապան էր խոսել հետը, որ կտրի, ասի մարդա կտե, ու տենց ընդունվեցի, մեկ էլ մի բան եղավ ես վերջերս, որը շատ սրամիտ է, 81-ի կապակցությամբ Գյումրու թատրոնը բերեց Երևան ռուսական թատրոն ներկայացում, սիրո կաստինգ, դե
Դուս եկանից ներկայացրեցին, ծափարեցին, ես էլ վերջում դուս եք ասի շնորհակալություն, որ եկել եք, բանը, մի խոսքը, դե ասում եմ վարակույր, այս վարակույրը չեն տալի, այ բրտիչկար։ Դու մի ասա, ես իմ ինստիտուտի հեռակայի երեխեքը պայմանավորվել են, ու հենց կուլիսներից մտան ներս, բայց եկան ու ինձ տվեցին 10 հատ ցուր մի պակետ կանաչի մեջից դուս եկա սենց սետկով բան գազար մյուս սետկով կարտոֆիլ այս շորտ շաբարած մնացել է ես հասկացա սկսեց ու շատ ապվել եմ ծիծաղից ասի շորտ ջան մի անգամ ներկայացումից հետո կատակով ասցի, այս ծաղիկները տալիս եք ծափարում եք, էսա մեր քյարը, այդ ծաղիկները տալում եք տուն չորանում են, որ ինչ, այդքան ուզում եք, այդքան հավանում եք, թե մի կիլո կարտոֆիլ բերեք, մի կիլո բան։ Ասել եք, լսել են։ Հիշում եք ձեր առաջին հանդիպում ինձ թվում է մոռանալ հնարավոր չէ պարոն Ծատուրյանի հետ, պարոն Սուքասյան։ Այո, հիշում եմ դա 86-87 թվականներն էր նա Սունդուկյան թատրոնում էր որպես ռեժիսոր եւ հենց այդ ժամանակ էր որ այնտեղ կար ստուդիա դերասանական եւ ես ցանկություն ունեի դպրոցից տեղափոխվելու այդ ստուդիա առաջինը որ հանդիպել եմ Նիկոլայ Ծատուրյանին եմ հանդիպել ով ուղեկցեց Խորեն Աբրահամյանի մոտ ինձ համար երկու տենց շատ ուրեմն խոշորամարմին ինչ որ տարօրինակ դեմքերով բայց դե գիտեի ծանոթ էի հեռուստաէկրանից շատ ազդեցիկ եւ այնուամենայնիվ կարծեմ երկուսով ինչ պայմանավորվեցին ինձ հետո ես չեղա այդ ինչի համար որ գնացել էի իրար վրա գցեցին թե ինչ այդ չգիտեմ հիմա այս օրով շատ կարելի է շատ կոնկրետ հարցնել այդ ինչ արեցիք որ էլի տենց երիտասարդության դեմը փակում էիք սկսենք ստեղից Դե որ փակեի քեզ չէի բերի բանի մոտ Աբրահամյանի մոտ որ ու գործերը դասեմ դասես ես ուզում եմ նախ շնորհավորեմ Նիկոլայ Ծատուրյանին 80-ամյակի կապակցությամբ այս հաղորդման նախաձեռնությանը ասեմ շնորհակալություն միաժամանակ գիտեք մենք էլ հարցեր ունենք իհարկե սովորաբար ֆորմատն այդպեսին է որ դուք եք հարցեր տալիս բայց ինչ եք իրան կանչել որ Գիտեք շատ ավելի անկաշկանդ, գեղեցիկ, մենք կասեինք այն ինչ մտածում ենք իր գնացի, որտեղ իր արտահայտությամբ շատ դժվար է աչքերի մեջ նայել, թեկուզ գովեստի խոսքեր ասել։ Իսկ բայց ես մոտ հիանալի կստացվի դա բարձր։ Ես հակված չեմ, մանավանդ որ շատ գովելու տեղ կարծեմ շատ բան։ Ուրեմն իմ գնալու փոխարեն դու գնա ուրեմն եթե չես գովելու։ Գիտեք այնքան բաց նաև բաները արվել։ Ես կուզեմ տենց բաներին անդրադառնա։ Մետրո թատրոնը երբ որ հիմնեց ժամանակին, այդ ընթացքում առաջին կոմերցիոն ծիծաղելի, հիմա որ ինքը ձեռ առնում ասում է ոնց կարելի է բան, այդ ինքն է սկսել։ Առաջին հունդերը։ Այո, այս մեկ էլի մեղքերից խնդրեմ։ Ուսանողների հետ գիտեք երբեմն ինչ լեքսիկոնով է խոսում, եւ չգիտեմ գաղտնիքը ինչու նրանցից ոչ մեկ չի վիրավորվում։ Սա կարծում եմ հակամանկավարժական է, պետք է անդրադառնալ այս մարդուն, այո։ Ուրեմն որոշ եւ ընդհանրապես ինչ որ բաներ ասենք, որոնք սովորաբար չեն ասվել եւ առանց վախենալու Իդայի հերոստադիտող լինելու փաստից իր կնոջ մասին եմ խոսում որովհետեւ կարծեմ այդտեղ կա ազդեցիկ մի բան ինչու չեք բերել ձեզ այդ որոշեց տանը դիտել ես իրանից վախում եմ իսկ մենք չենք վախում եւ շնորհակալություն որ այսօր այդպես եք վարվել Ես վստահ եմ որ այսօր դեռ շատ փակագծեր են բացվելու պարոն Սուքասյան Լուդվիգ, հիշում եք։ Իհարկե, շատ ճակատագրական էր այդ հանդիպումը, դա եղավ 2004 թվականին, երբ ես արդեն ավարտական կուրսում էի եւ ի ուրախություն մեզ ասեցին, որ ձեր դիպլոմային աշխատանքների նախ արդեն Գյումրիում էր որպես գեղարվեստական ղեկավար եւ մենք այդ ժամանակ 5-րդ կուրս էինք ու ասեցին, որ ձեր ղեկավարը Նիկոլայ Ծատուրյանն է, դիպլոմային աշխատանքները պիտի ինքը հաստատի Եվ ես էլ արդեն թատրոնում էի, բայց մենք դեռ չէինք հանդիպել, այդպես ոգևորված, որ 3-4 տարի թատրոնում եմ եղել, վստահ
երբ առաջին անգամ ծանոթացանք, մոտեցավ ասի բարև ձեզ, պարոն Ծատուրյան, ես Լյուդվիգն եմ, բեմադրություններ եմ արել, հիմա էլ դիպլոմային աշխատանք ուզում եմ անել Վահե Քաչայի Գիշատիչների խնջույքի ու այդպես ոգևորված մի 10 րոպե խոսում էի, շատ երկար լռեց ու ասեց եթե թատրոնում ես ներկայացումը տանելու եւ ես եմ քո դիպլոմի ղեկավարը, պիտի անես այն, ինչ ես եմ ասում, կամ էլ պիեսը տար ու թատրոնից գնա։ Ես սկզբից փորձեցի համոզել, ինքը ասեց, ինչու ես ուզում անել դա, ասեցի, որովհետեւ թե ուզում եմ աբսուրդ աշխատանք անել, Գիշատիչների խնջույք, ասեց, ինձանից քեզ մի խորհուրդ, ամենալավ աբսուրդը դա Հովհաննես Թումանյանն է։ Ու վերցրու իր աշխատանքները, ու այդպես սկսվեց երևի իմ, եթե ես հաջողություններ ունեցել եմ, ուրեմն կապում եմ հենց այդ օրվա հետ, որովհետև ես լսեցի իրեն։ Ու ես ընտրեցի Հովհաննես Թումանյանի հեքիաթները ու դիպլոմային աշխատանքս արեցի։ Ու այդ օրվանից մինչև առայսօր իմ ճանապարհը գնում է պարոն Ծատուրյանի հետ։ Տիկին Խոդիկյան։ Առաջին ծանոթությունս եղել է 80-ականների վերջին։ Իրեն չեմ ճանաչել։ Պարզապես Սունդուկյանի բեմում Փրկեք մեր հոգիները ներկայացումն եմ նայել, ամենատպավորիչ եւ մինչեւ հիմա աչքիս առաջ է եւ բնականաբար բեմադրողը ով է Նիկոլայ Ծատուրյանը, որ ինձ համար ինչ որ հերրավոր կարողացել է այսպիսի խումբ հավաքել եւ այսպիսի բեմադրություն անել։ Հետո ընթացքում եղան արդեն գիտեինք իրար, բարևում էինք, բայց ինձ համար իսկական ծանոթությունը եղավ 90-ականների համարյա վերջներ, մի օր այդ ժամանակ պարոն Ծատուրյան էի ասում, հիմա արդեն մեկ-մեկ անվան ենք անցնում, ասեց կուրսից հետ մի գործ եմ բան արել, կգաս նայելու, գնում եմ և հենց տեղում իմանում եմ, որ իմ կտակը պատմվածքը պիտի հիմա ընդ որում փորձ է արվում, համարյա ներկայացումը պատրաստ է, բայց սկսվում է փորձով։ Ճիշտն ասած, մինչ այդ արդեն մեկ-երկու ներկայացման փորձությունով անցել էի, բայց սա ինձ համար լրիվ ուշ է, որովհետև պատմվածք է վերցվել, որ ես մտածել եմ զուտ պատմվածքի ֆորմայով։ Ու մտածում եմ, ինչ է լինելու, ինչ եմ տեսնելու, ու ինքը ստեղծել էր այնպիսի մի մթնոլորտ, որ միայն հատուկ է Նիկոլայ Ծատուրյանին, եւ երբ ես դուրս եկա, ես մտածում էի, որ գիտեք, մարդ գրում է, գրողը գրում է այն մասով, որ ընթերցողը պիտի կարդա, դրամատուրգինը մի քիչ ուրիշ է, չէ, հետո գալիս է բեմ։ Ես ասում եմ, երկու արդեն բեմադրություն անցել էի, բայց այդ ժամանակ ես խորապես գիտակցեցի, թե ինչքան կարևոր է, երբ դու գրում ես, նույնիսկ պատմվածք, դու մտածում ես մի ընթերցողի համար ես գրում, ուրեմն այնպես պիտի գրես, որ վաղը մյուս օրը, ճիշտ է Նիկոլայ Ծատուրյանի նման վարպետի մեկի ձեռքի տակ դառնա դրամատիկական գործ, այսինքն դու նորովի գնահատում ես քո խոսքի ծանրությունն ու կշիռը, արդեն ոչ միայն ընթերցողի, այլ երրորդ, չորրորդ աչքի ներկայացամ, դա ինձ համար ամենամեծ դասերից մեկն էր որպես դրամատուրգ, հիմա խոստովանեցի։ Պարոն Ծատուրյանի նաև շատ հատուկ է լավատեսությունը ու երանի թե այդ լավատեսությունը նաև մի փոքր վարակիչին էր եւ հաճախ եք ասում ես ինձ երջանիկ եմ զգում երբ որ տեսնում եմ որ ասֆալտը քանդել է մի հատ պուճուր խեղճ ու կրակ ծիլ քանդել է որ դուրս գա մեջից ու ես նայում ու ասում եմ վայ ես քո ցավը տանեմ բա սա հրաշք չէ։ Մոտ 60 տարի ապրում է թատրոնով ու թատրոնի համար, 50 տարուց ավելի է դասավանդում է թատերական ինստիտուտում, իր հարուստ փորձն ու գիտելիքը փոխանցում սերունդներին, ձևավորելով յուրահատուկ ճաշակ թատրոնում եւ կինոյում։ Բեմադրող ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է Երևանում, ռեժիսոր Երվանդ Ծատուրյանի ընտանիքում։ Շրջապատում միշտ դերասաններ էին, տան հարևանությամբ կինոստուդիան, տղայի ապագան կանխորոշված էր, բայց հայրն ընդդիմանում էր։ Տղային Չայկովսկու անվան երաժշտական դպրոց տարավ, Դաշնամուրի բաժին։ Երաժիշտ չդարձավ, բայց երաժշտական կրթությունն օգնեց, որ թատերական ընդունվելիս ռիթմիկայի քննությունից չկտրվի։ Թատերական ինստիտուտում սովորեց Վարդան Աճեմյանի կուրսում, ավարտելուց հետո մեկնեց Մոսկվա, հաճախեց սցենարիստների եւ կինոռեժիսորների բարձրագույն կուրսեր։ Վերադառնալուց հետո աշխատեց Հայֆիլմ կինոստուդիայում։ Մենք ենք մեր սարերը, Սարոյան եղբայրներ, Ժայռը ֆիլմերի երկրորդ ռեժիսորներ։ Հետո Աճեմյանն առաջարկեց կինոյից գնալ թատրոն։ Կինոն արվեստ չի, արտադրություն է, իսկ թատրոնում մաքուր արվեստ է, պնդում էր Աճեմյանը։
Գնաց թատրոն եւ մինչ օրս այնտեղ է։ 20 տարի աշխատեց Մայր թատրոնում, 12 տարի ղեկավարեց Մետրո թատրոնը, իսկ հետո հրավիրվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, նախ որպես գեղարվեստական ղեկավար, իսկ այսօր արդեն որպես խորհրդատու։ Բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել, վստահ է, որ յուրաքանչյուր բեմադրություն հանդիսատեսին մտածելու առիթ պետք է տա։ Լուսավոր ներկայացումների կարիք շատ ունենք, իսկ լավ ներկայացում ստեղծելու համար պետք է լավ պիես, ճիշտ ընտրված դերասան եւ ռեժիսորի լավ աշխատանք։ Արդեն 80 տարեկան է, ամեն տարիքի մեջ իր առավելությունն է տեսնում։ Ջահել ժամանակ էներգիան է, 70-ից հետո իմաստությունը, եւ էներգիայով էլի, եւ իմաստությամբ, երիտասարդների կողքին էլ միշտ երիտասարդ է։ Պարոն Ծատուրյան, միշտ ասում եք, որ ատում եք այդ պաթոսը, ու ձեր հումորն էլ ուղղակի նկարագրության ենթակա էլ չի։ Գիտեք ինչ է, օրինակ, մեր Լուդվիգ Հարությունյանը ինձ սպառնաց, որ այս տարվա ընթացքում պետք է անեն իմ 80-ամյակը, 80-ամյակը, Չէ, 50-ամյակն ենք անեն։ 80-ամյակը հանդիսավոր կերպով նշեն բան։ Ինձ այդ սովետական շրջանի կոմունիստական այդ դիսակատարությունները շատ խորթ են։ Ես խլստում եմ բեմում, Գահին։ հա, գահին, շատ լուրջ տեսքով, եւ գալիս են ինչ-որ բաներ են ցուցադրում, չեմ անում, շնորհավորում են, բան հետո ծաղիկներ են տալիս, 4 կողմը ծաղիկ է, դու էլ արդեն քեզ պատկերացնես, որ դա գաղում ես 4 կողմը ծաղիկ։ Չէ, ինչ գործ ունեմ։ Ավելի կլախընտրեի, եթե ես նստեի ժողովրդի մեջ դահլիճում, կային մարդիկ իրանց արվեստը ցույց տային, չեմ անում, բան անեին, վերջում էլ ես դուրս գայի մի քիչ հումոր անեի, մի քիչ նմանակումներ անեի, Աճեմյանն բանային իմ ամբողջ անցած կյանքից։ Հետո էլ ասեի, ժողովուրդ ջան, ուրախացաք, հաճույք ստացեք, դա կարևորը, ոչ թե ես այնտեղ նստած եմ շատ դուրս տեսնոյ։ Ստենդափի մտահղացում է կարծես այստեղ հնչում առաջանում։ Եվ Լուդվիգն էլ մեր Հարությունյան ասում է Նիկոլայ Էրվանդիչ թատրոնի 160-ամյակն է, հետարքին ինչ է, թատրոնի 160-ամյակն է, իմ 80-ամյակը, այսինքն հասկացար։ Մի հատ բեմադրություն արա, մենք ցույց տանք, բան շնորհավորեք քեզ, բան, դա շատ ավելի լավ է։ Իսկ 70-ամյակը ոնց արեցինք, 3 ներկայացում բերեցինք Երևան, իմ արած, ռուսական թատրոնում ցուցադրեցինք, շնորհավորեցի, բան վերջացավ եւ շատ ավելի լավ է, երբ որ բերում են ներկայացումներ, այսինքն իմ երեխաներին փաստորեն, եւ ցուցադրում են քան թե ես ինչ որ բան, բայց լավ էին մտածել հրավերատոմսը։ Ես դեռ 70 տարեկան եմ, չէ, դեռ չէ կարծեմ։ Պարոն Սուքիասյան, կարծես, բայց նաեւ շատ ուղի խոսող է։ Միշտ ասում է այն, ինչ մտածում է այդ ժամանակ, չէ՞։ Ես Ծատուրյանը Կոմասին ճաղորդում իմացին Չէ, ես էլ եմ ուղիղ ուզում անընդհատ ասեմ, բայց տենց մտածում եմ այնուամենայնիվ հոբելյանական հաղորդում է, բան մարդուն տրամադրությունը չփչացնենք, բայց ինչ մտածում ես որ անպայման մի քանի տենց բաներ հասկանանք, էլի բացասական, բան, եթե պիտի գովենք ինչպես տեսնում եք, չէ, շատ հեշտ է, բայց դա լավ է։ Բոլորովին։ Ուզենք մի քիչ բարդ լիներ, բայց ինչ տեսակ ռեժիսոր է, որ տենց հեշտ աշխատեն շշմելու իհարկե դերասան եւ ցույց տալու դեպքում զարմանալի վարպետ։ Չնայած կարծեմ այնքան վատ խաղաց են Փանջունի ֆիլմը, դրանից հետո էլ չեն էլ հրավիրել որևէ բան խաղալու։ Այդպես է, չէ՞, դրանից հետո բան եք խաղացել։ Մարդիկ էլ կան, որ ուրեմն չեն հավանել եւ երևի իրենք ավելի ուրեմն իրավացի են։ Ինչ կարծիք եք։ Ես ինչի ինձ կանչում են, բայց ես ասում եմ Արամ Սուքիասյան դերասան կա, ինձ ուրեք կանչում։ Դերասան ընդորում։ Ես իհարկե շատ դիպուկ իր բնութագրերը, նկարագրերը, որոնք անպայման օգնում են բեմադրական աշխատանքին եւ միաժամանակ այդպես շատ հատուկ խոսքը, որ ամեն մեկին բնորոշ չի, առաջին հայացքից նույնիսկ այդպես չկշռադատվածի տպավորություն թողնող, բայց գիտեք ամբողջ շրջապատը այնպես դա
Կոլյանը էլի իրեն կարելի է, բայց այդ կարելին անշուշտ վաստակի արդյունք է։ Անշուշտ արվածի, ներդրվածի, այդ սերնդի նկատմամբ ունեցած վաստակի, ընդհանրապես մեր թատրոնի ունեցած բեմադրությունների, փոխշփումների, ընդհանրապես կենսափորձի մարդկանց, որտեղ Նիկոլայ Ծատուրյանը միայն պարզապես ինքը անունազգանուն չի, իր ներսում կրում է մի ամբողջ թատերական էպոխա, մի ամբողջ սնդուկյանական թատրոնի վերելք, նշանավոր հատկանշական մարդիկ, ովքեր պարզապես մթնոլորտն էին Հայաստանի, Երևան քաղաքի մթնոլորտն էին եւ ոչ միայն թատերական։ Եվ լինելով այսպես տոհմիկ արվեստագետի ընտանիքից, ունենալով ելումուտը նշանավոր մարդկանց իրենց տուն, իրենց այսօր էլ պիտի ուրախությամբ փաստեն, որ այդ տոհմիկ դրվագը իմ ընկերներն են, դրա համար անպայման ուզում եմ հիշատակել եւ փաստել, իր զավակներն են։ Հասմիկը Ծատուրյան, Ռուբենը Ծատուրյան, Անուշիկ, նրանք բոլորը թատերարվեստում են, նույնիսկ Հարսը Քրիստինա Ասրյանը, կարծեմ Արուս Ասրյանի թոռն է։ Այդպես մի ամբողջ գերդաստան մշակույթում է, թատերարվեստում է եւ յուրաքանչյուրն ունի իր տեղը։ Ինչ լավ է, որ մեր քաղաքում կան գերդաստաններ, որոնք տիրապետում են իրենց արհեստին ու արվեստին, եւ այդ ընտանիքներից է Ծատուրյանական գերդաստանը։ Լյուդվիգ, դիպլոմային աշխատանքից մինչև գեղարվեստական ղեկավար։ Եվ կարծես նաև պարոն Ծատուրյանը շատ հեշտ է վերաբերվում սերնդափոխությանը եւ նաև ուղղորդելով իր տեղը զիջում է եկող սերունդներին, բայց միշտ կանգնած է թիկունքում։ Այդ մասին մի շատ կարևոր պատմություն, որի մասին շատ առիթներ է եղել խոսելու, երբ ես 2013 թվականներ նորից աշխատում էինք իրար հետ, այդ ամբողջ ընթացքում իրար հետ ենք եղել, միշտ իմ կողքին է եղել, եւ 14 թվականներ ես թատրոն եկա, շատ պատահական, որտեվ երբեք խոսակցություն չի եղել այդ մասին, ինձ կանչեց մի անգամ ու ասեց. ես ուզում եմ, որ դու փոխարինես ինձ։ Ես ուզում եմ դու լինես այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ես ասի, պարոն Ծատուրյան, անչափ շնորհակալ եմ, բայց ես պատրաստ չեմ։ Ես կարծում եմ, որ ես դեռ շատ անելիքներ ունեմ ու չեմ կարծում, որ ասեց ես քո կողքին կլինեմ, ասի խնդրում եմ, ոչ։ Բայց շատ կարճ ժամանակ տևեց այդ իմ խնդրանքը, երբ մի տարի էլ չանցավ, ասեց արդեն ժամանակն է, որ ես պիտի դուրս գամ ու պիտի փոխարինես դու ինձ, ես կլինեմ քո կողքին։ Ու այդպես է, մինչև հիմա իմ կողքին է, եւ ես ստանձնեցի այդ աշխատանքը, որովհետեւ ես ղեկավարում եմ մի թատրոն, որտեղ աշխատել են ու ստեղծագործել են Վարդան Աճեմյան, Խորեն Աբրահամյան, Գրիգոր Մկրտչյան, Երվանդ Ղազանչյան, Հակոբ Ղազանչյան, Ալբերտ Մկրտչյան, Նիկոլայ Ծատուրյան, ու ես պիտի կարողանայի շարունակել դա կարծում եմ բացի նրանից, որ պատիվ է ու պարտավորեցնող է, ու կարողանայի շարունակել այդ ավանդույթ ունեցող թատրոնը, ու պիտի կարողանայի ժամանակակից նաև մտածել, ու դա վարակիչ եղավ նաև մեզ համար։ Եվ կարծում եմ հետագայում մենք էլ այն ինչ տեսել ենք պիտի շարունակենք ու կգա մի ժամանակ ու եթե արդեն չի եկել, որ մենք էլ պիտի մեր տեղը զիջենք երիտասարդներին։ Շատ կարևոր էր յուրաքանչյուրիս համար ու դա դարձավ սկզբնակար մեզ համար։ Ու թատրոնում մտավ այդ սկզբունքը, որ ոչինչ սեփականության իրավունքով պիտի չնայես։ Դու պիտի գաս, ստեղծագործես, բայց պիտի ճանապարհ հարթես։ Ու ես կարծում եմ այսօր մեր թատրոնում ստեղծագործում են 35-ից 40 երիտասարդներ, ովքեր հենց այդ ճանապարհն են անցել ու այդ ճանապարհը պարոն Ծատուրյանն է տվել։ Ու մենք էլ արդեն դասավանդում ենք ու մենք ենք մեր ուսանողներին ասում, որ դու պիտի թատրոնում լինես։ Ինձ համար ամենակարևորը դա էր, դա պարտավորեցնող էր ինձ համար։ Տիկին Խոդիկյան, երբ պատրաստվում էի հաղորդմանը, դուք իրեն բնութագրեցիք որպես շատ շռայլ եւ խոսքաշեն մարդ։ Եվ նա իսկապես նաև առատ է գնահատանքի խոսքերում, այսինքն շռայլում է այդ բառերը, եթե լավ բան տեսնի, անպայման կասի։ Վատն էլ տեսնի կասի, բայց հա։ Հավասարաչափ։ Գիտեք, ախր ուղիղ խոսք ասելն էլ տաղանդ է։ Մարդ կա ուղիղ կարող է ասել մինչև կյանքիդ վերջը ոչ միայն իրեն չներես, այլև դու կոմպլեքսաթաղ լինես։ Բայց մարդ էլ կա կարող է ուղիղ խոսք ասել քեզ եւ դու դրանից հետևություն անես։
Կոլա Ծատուրյանի ուղի խոսքը ոչ միայն բացասական, դրականն էլ։ Գիտեք, երբեմն նա այնպես դրական կարող է գովել, որ այդ ժամանակ կոմպլեքսի մտածես, ինչ եմ արել, որ այսպես գովել է։ Հասկանում եք, Սուքասյանը նոր մի քիչ առաջ բողոքեց, որ բացասական մի բան էլ ես ավելացնեմ, էլի, երբ որ ինչպես կինը փախավ տնից պիես էր բեմադրում, ի տարբերություն այն, որ ուսանողների կանչում էր, տեղ չկանչեց։ Ինձ հրավիրեցին պրեմիերային, գնացել եմ այն զգացողությամբ, թե ինչ պիտի տեսնեմ։ Գիտեք, դա երևի ոչ միայն հեղինակի բարեբախտությունն է, այլև այն հետաքրքիր հրաշագործություն ասեմ ինչ, երբ որ բեմադրողը հարազատ է մնում քո տեքստին, բայց ինքը բեմում ստեղծում է մի նոր պատմություն։ Այսինքն ես տեսնում եմ, որ այո, նույն դիալոգներն է, նույն իրավիճակն է, տեսարանների հաջորդականությունը նույնն է, բայց Ծատուրյանը ստեղծել է իր բեմադրությունը։ Տեքստը ինձնից է, բայց ես չկամ։ Այդ ներկայացումը իրենն է։ Մի անգամ ասել եք, որ երանելի մի բան է հեղինակի համար, երբ նա կարողանում է տեքստը նայել, տեսնել, կարդալ ու վերծանել։ Հենց այդ մասին էի ուզում ասել, որ ես այդ թատրոնի ես երևի դա կախարդանք եմ ասում, երբ որ քո տեքստը կա, բայց քո տեքստին համահունչ ու մի քիչ էլ վերև, ասեմ, եթե ոչ շատ վերև, դու տեսնում ես այդ բեմադրությունը, որը մեր թատերագետներից մի քանիսը նույնիսկ մայրաքաղաքային ներկայացում ասեցին, չնայած ես միշտ էլ մտածել եմ, որ Գյումրու թատրոնը եւ մայրաքաղաքային է, եւ հայրաքաղաքային է, ապահովեցի էլի, հա։ Դիվանագիտական պահը։ Պարոն Ծատուրյան, շատ կարճ, ո՞րն է ձեր շարժիչ ուժը։ Իմ շարժիչ ուժը իսկապես երիտասարդությունն է։ Ոչ թե գեղեցիկ խոսքեր են դրա համար եմ ասում։ Այմարդ, ես 80 եմ, լավ ապրեմ, մի 4-5 տարի էլ, հետո հորիզոնական դիրքես։ Բայց մի բան եմ երազում, որ այս ջահելները այնքան զարգանան, անենց թռիչք ապրեն, թե գիտելիքի մասով, թե էմոցիայի, թե մարդկայնության, որ այս երկիրը անտեր չմնա։ Երիտասարդներին սեփական փորձը փոխանցելը եւ յուրաքանչյուր սերնդի հետ իր լեզվով խոսելը պարոն Ծատուրյանի բացառիկ հնարքներից մեկն է։ Ես իր հետ նաև ասիստենտ եմ աշխատել ինստիտուտում եւ ես էլ միշտ այդ ֆենոմենի վրա զարմացել եմ, ինչպես ինքը կարողանում, գիտեք, երեխաները իրենով են ապրում, ուսանողները, կարող են գիշեր ցերեկ իր կողքին լինել, ինքը մինչև երեկոյան ժամը 10-ը պահում է երեխաներին եւ նրանք չեն կարողանում այդ կախարդանքից պոկվել Նիկոլայ Ծատուրյանի մթնոլորտի։ Ինքը անընդհատ ջահելների հետ շփվում է, անընդհատ։ Անցյալ անգամ շատ պատահական գնացի բանի դասեր անցկացնում, հիմա ռեժիսորների հետ աշխատում, ռեժիսորական կուրս ունի, ուրեմն ինքը ինչ-որ բան էր խոսում։ Ինձ մոտ կենթանական աշխարհից պատկեր եկավ, այն որ օծը բերանը բացում է, կրոլիկը լավ մտնում է, չէ՞, հանգիստ։ Այդ ուսանողները այդ ձևի նույնիսկ մարմնով սենց առաջ էին գնացել, որովհետև լսում էին։ Ու հասկացա, որ այդտեղից ինքն էլ է սնվում, իրանք ստանում էին, ինքն էլ է սնվում։ Նիկոլայ Հրվանդիչ Ծատուրյան։ Ես իրան համարում եմ իմ հայրը, երևի իմ մասնագիտության մեջ, իմ ուսուցիչը ու միակ վարպետության ուսուցիչը։ Մենք աշխատեցինք շատ երկար, ես շարունակում էի մնալ փայտի կտոր, բայց ինքը այնպիսի վարպետությամբ կարողանում էր աշխատեցնել քո բոլոր բջիջները, քո բոլոր ներքին լարերը, դու նման էր մի դաշնամուրի, որի վրա կարելի է արդեն նվագել, որ արդեն գիտի նոտաները, որ արդեն գիտի բոլոր հարմոնիաները, եւ դա իր շնորհիվ, իմ շնորհիվ չէ։ Եզակի տեսակ է շատ, որովհետև
մարդու հոգու անատոմիայի մեջ է մտնում, հենց անատոմիա բառով ասեմ, այդքան ֆիզիոլոգիական մանրակրկիտության ուսումնասիրության մեջ կարող է խորանալ եւ անգամ գնալ այն տարածքները, որը թվում է թե արդեն վտանգավոր տարածք է, գուցե էսթետիկ տեսանկյունից մի ռեժիսոր չգնա, մեկը նույնիսկ վախենա ավելի փորփրել, բայց ինքը մինչև վերջ չի վախենում, մինչև վերջ մտնել մարդկային հոգու տարածքի մեջ։ Գործ իր համար ամենակարևորն է։ Մեկ-մեկ ես նույնիսկ մտածում եմ, որ ավելի կարևոր է, քան առողջությունը, որտեղ գործի մեջ ինքը չի նկատում ոչ մի բան։ Մի շրջան եղավ, երբ որ ոնց որ թե մի քանի ամիս աշխատանք չկար, բեմադրություն չկար, արձակուրդ էր, կովիդի այդ ժամանակաշրջաններ եւ այլն, ես զգում եմ, որ գժվում է ինքը։ Մի անգամից ծերացավ, դե բնական է, մարդը 60 տարի է այս մասնագիտության մեջ է։ Ինքը մեկն էր, որի հետևից կարելի էր գնալ մինչև լուսին, ու հետ գալ մինչև դժոխք։ Եվ մենք միասին այնտեղ Լևոն Հարությունյան եւ իր ուսանողները բացեցինք մետրո թատրոնը, որը նույնպես մեծ սխրանք էր երրորդ մասում, մեզ շատ սիրեցին այնտեղ։ Եվ այդ Ուիլի Թիթիջիկ եւ երեքն էլ մի աղջիկ ներկայացումը արեցինք։ Ինչ ներկայացում է լինի եւ թեման ինչ է լինի, ինքը միշտ հումորը, որովհետև իր տեսակը շատ հումորով է, միշտ ներկայացման մեջ կա, անգամ ամենածանր այսպիսի իրավիճակում անպայման հումորը մտնում է եւ դրանից է, որ հայտնի բեմադրիչ կա Էֆրոսը, որ ասում էր, ես սպասում եմ, երբ ներկայացումը կթրջի։ Այդ հումորի շնորհիվ Նիկոլայ Ծատուրյանի ներկայացումները, անգամ ընտրած թեմաները, ծանր թեմաները միշտ թեթև են, որովհետև հումորը ամենակարևոր կետերից մեկն է։ Զուգահեռ է գնում իր բեմադրությունների, իր աշխատանքի։ Եվ իր տեսակն է, ինքը ամբողջովին հումոր է, ինքը ամբողջովին։ Երբեք եւ եթե իրան չես ճանաչում, չես հասկանա հումորը անում թե չէ։ Շատ համ թաքնված է, համ էլ բացահայտ է, հասնում է սարկազմի։ Իր բոլոր գործերի մեջ կա հումոր, բոլոր գործերի։ Եթե հումորը չկա, ինքը հետո չի կարող աշխատել առանց հումոր։ Այսինքն դա իր օրգանիկան է։ Այնպես չի էլի, որ ինքը հատուկ ինչ-որ բան է անում։ Չէ, դա իր օրգանիկան է։ Սովորական զրույցի մեջ էլ է այդպես։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Նիկոլայ Ծատուրյանին, ինքը միշտ ծրագրեր ունի։ Երբեք կանգնած չի մի տեղում, մի մտքի վրա չէ, անverջ նոր պիեսներ է փորփրում եւ այդ անverջ պրպտումները, անverջ իր ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է եւ ուզում եմ, որ ինքը իմանա, թե ինչքան կարևոր օղակ է մեր կյանքում եւ մեր սերնդի եւ ավելի երիտասարդ սերնդի եւ թող միշտ առողջ լինի, ուրախ եւ միշտ ստեղծագործությամբ լեցուն։ Ինձ թվում է, քանի ինքը այդ պաշարը ունի, ինքը աշխատելու է եւ լինելու է, որտեւ ունի տալու բան դեռ ունի, սպառված չի, լիքն է։ Հիմա աշխատում եմ ուսանողներիս հետ եւ այն ինչ որ իրենց փոխանցում եմ, դրա մեծ մասը այդ իր սովորեցրած այդ վարպետությունը, ոնց կարող ես քո ներքինը, այն ինչ որ դու զգում ես ու հասկանում ես եւ տեսնում ես, ինչպես կարելի է դա քո մարմնով եւ էությամբ եւ հոգով արտահայտել։ Ես շատ շնորհակալ եմ նրան, ինքը նորից եմ ասում, հոր նման է ինձ, իմ վարպետն է, միակը անկրկնելին, եթե այդ փայտիկը կարողացավ շարժվել ճիշտ Պինոկիոյի նման, դա Նիկոլայ Ավանդիչի արժանիքն է։ Ես նրան շատ սիրում եմ, շատ կարող էի խոսել, թե ինչպես այն կնվագում դաշնամուր, ինչպես են ստեղները իրեն ենթարկվում, թե ինչ ինքը հումոր ունի, բայց այսօր ուզում եմ ուղղակի այս շնորհակալական խոսքը ասել իրեն։ Ես ուզում եմ, որ ինքը շատ երկար ապրի, քանի որ շատ երիտասարդ է, ունենա երկար կյանք եւ ուժ ստեղծագործելու, որովհետեւ առանց թևերի ինքը Նիկոլայ Ավանդիչի չի լինի։ Եվ քանի որ մեր այսօրվա հանդիպումը նվիրված է պարոն Ծատուրյանի 80-ամյակին, ես պիտի խնդրեմ, որպեսզի ձեր բարեմաղթանքը հղեք նրան։ Տիկին Խոդիկյան։ Փոքրիկ նախաբանով
ես ձեր հրավերից առաջ մի պահ մտա թատրոնի կայքեջը եւ տեսա, որ այդ ընթացքում Գյումրիի 9 բեմադրություն է արել պարոն Ծատուրյանը, որից 5-ը հայ հեղինակ են։ Գիտեք, իմ նշանաբանը չկա ազգային թատրոն առանց ազգային դրամատուրգիայի եւ այս առումով շնորհավորելով ձեզ ձեր շատ ջահել Հոբելյանի արթի, որովհետեւ տարիները չափվում են նաեւ մարդու հոգու, մտքի, երիտասարդությամբ, հումորով, առանց պաթոսի։ Ես շնորհակալ եմ ձեզնից նաև այդ 5 հեղինակների անունից, որովհետև իսկապես 4 եւ 5 գերադասությունը մեր հայ ազգային դրամատուրգիային է եւ իհարկե արևշատություն եւ ամենակարևորը մի քիչ առաջ խոսեցինք, չէ՞, ես ձեզ պիես եմ տալու եւ տա Աստված որ այդ պիեսը տեսնեմ բեմադրված։ Շնորհակալ եմ։ Ես միշտ եմ ասում, ինչ ունեցել տվել է մեզ, նվիրում է։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ ինքը շատ երկար լինի մեր կողքին։ Ես ուզում եմ, որ ինքը միշտ առողջ լինի, ամենակարևորը դա է, որովհետև երբ ինքը առողջ է, երբ ինքը կա, մեր կողքին է, ես ինձ ամուր եմ զգում։ Իսկ եթե ես ամուր եմ, ինձ հետ ամուր է նաև մի ամբողջ մեծ թատրոն ու քաղաք։ Դրա համար ինձ համար ամենակարևորը այն է, որ առողջ լինի ու ստեղծագործի եւ իր ծննդյան կապակցությամբ այս տարի մի շատ լավ ներկայացում բեմադրի։ Ես վստահ եմ, երբ ինքը բեմում ստեղծագործում է, ինքը շատ ավելի առողջ է։ Երբ Երևանը տանն է, տիկին այդայի կողքին է, մի քիչ առողջ է։ Իսկ եթե թատրոնում է, ուրեմն առողջ կլինի։ Ուզում եմ բոլորը զգացել։ Պարոն Սուքյասյան։ Ես ուզում եմ շնորհակալ լինել բազմաթիվ թատրոններում ունեցած գործունեության համար, բազմաթիվ ներկայացումների համար, թատրոններ նույնիսկ հիմնելու համար, դա գյուտ էր ժամանակի մեջ, որը ոչ մշակույթի նախարարությանն էր պատկանում, ոչ էլ ուրեմն քաղաքապետարանին, կրթության նախարարության բաղկացիչ էր մետրո թատրոնը, որ մինչ օրս ունի իր ներկայացումներն ու խաղացանքը, դրա ակունքում իհարկե կանգնած է Նիկոլայ Ծատուրյանը բազմաշերտ գործունեության համար պիտի առանձնահատուկ կարևորեմ ուսանողության հետ տարած աշխատանքը, ես չգիտեմ 50 տարվա մեջ երևի շուրջ 20, հա, չգիտեմ քանի սերունդ 4 տարին մեկ պիտի մոտավորապես լինի, կամ 5 տարի նայած երբ ինչպես էր, դա մի ահռելի թատերական սերունդ է, ովքեր այսօր զարդարում են մեր բեմերը, այսօր կուզեմ, որ այս միևնույն հոբելյանական տարի է, տարվա ընթացքում ոչ մեկ չզլանա, ով ինչ ունի հոդվածի, քննադատականի, տեսակետի, մեկնաբանման, թող որ դրանք իր երբեմնի ունեցած ժառանգությանը այսօր ավելանա որպես գրավոր հուշի եւ վերարժևորման ժառանգություն, որին անշուշտ արժանի է մեր արժանավորը։ Պարոն Ծատուրյան, իսկ դուք ձեզ ինչ կմաղթեք։ Գիտեք ինչա, երբ որ հայրս էլ կինոռեժիսոր էր, հետո տարիքի առումով անցավ թոշակի դեն ժամանակ շատ ավելի հետևում է ինչ որ մի անգամից պարովեց, մի անգամից ընկավ, մի անգամից հիվանդացավ, մի անգամից այ ես ուզում եմ անընդհատ լինեմ գործի մեջ, անընդհատ ստեղծագործեմ, անընդհատ լինեմ ակտիվ վիճակում, որտեղ եթե ես թողեցի ամեն ինչ, ես մի անգամից կփսկեմ եւ ասեմ, որ Փառք Աստծո շարունակվում է այս իմ գործունեությունը, լավ թե վատ, արդեն կարևոր չի, կարևորն է, որ ես մեջն եմ ստեղծագործում եմ, ուղեղս աշխատում է, չնայած հիշողությունս խայտառակ վիճակում։ Թող ձեր առողջությունը եւ հումորը անսպառ լինի ու երբեք չկորցնեք հիանալու ձեր այդ ֆանտաստիկ ունակությունը։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինը։